Իդեպ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Խնածախ գյուղի ուղղությամբ, վնասվել են բնակելի տանտանիքներ։ Գյուղացիները նշում են, որ գիշերները չեն կարողանում քնել եւ տևական ժամանակ է վախի մթնոլորտում են։ Պաշտպանության նախարարությունը մեկ հայտարարում է, թե ադրբեջանական կողմից կրակոցներ չկան, ապա նշում, թե կրակոցները թիրախային չեն, հետո ասում, թե օդ են կրակում, բայց փաստը մնում է փաստ, որ գյուղացիները դադարեցրել են գյուղատնտեսական աշխատանքները, վնասվում են նրանց տները։ Սահմանային իրավիճակի լարումով, սակայն ադրբեջանական կողմի ճնշումները չեն ավարտվում։ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, հրաժարվել տարածքային պահանջներից, երրորդ երկրների ուժերին դուրս բերել սահմանամերձ հատվածներից։ Ինչ է անում այս ամենին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովում հայտարարում է Ղարաբաղյան շարժումն այսպես ասած դադարեցնելու մասին։ Հիշում նախկին նախագահներին առաջարկած եւ մերժում ստացած բանավեճը, խոսում խաղաղության պայմանագրի պատրաստ լինելուց, խոսում ամեն ինչից եւ չի ասում գլխավորը՝ Ադրբեջանը խաղաղության չի գնում։